Պարոն Կարապետյան, ձեզ մեկած, քանի որ այսօր արդեն քարոզարշավը սկսվում է, սոցհարցումներ են վերջին հրապարակվել 3 եթե չեմ սխալվում, ըստ որի, ըստ այդ տվյալների, ասում են, որ ԵՄ գագաթնաժողովներից վերջին իրադարձություններից առաջ իշխող ուժի, մասնավորապես վարչապետի, վարկանիշը մի քանի անգամ աճել է, ինչին նպաստել է ԵՄ ժողովները։ Սրա մասին ինչ կասեք եւ օրինակ այսպես են ասում, որ այս պահի դրությամբ այդ սոցհարցումներն են մեջ բերում։ Ասում են, որ անգամ ընդդիմադիրները միասին այն այսպես ձայները չեն կարողանում հավաքել, ինչ որ իշխող ուժը, չգիտեմ, դուք ինչ այս մասին կասեք։ Իսկ ով է ասում։ Սոցհարցումները հրապարակված։ Կազմակերպության ցուցակը ասաց, որ իշխանությունը պարտվում է, այլ երևի 4 սոցհարցում ցույց տվեց, որ պարտվում է։ Առաջի անգամ եմ լսում, ուսումնասիրել։ Ասում են, որ միակ ընդդիմադիր ուժը, որ խորհրդարան կարող է անցնել ուժեղ Հայաստանն է, բայց ամեն դեպքում ընդդիմադիր ուժերի այսպես հավաքականգումը վարկանիշը այնքան չի լինելու, որքան իշխող ուժինը, չգիտեմ, մասին ինչպես կմեկնաբանեք ու առհասարակ այս գագաթնաժողովները որքան նպաստեցին ընտրություններից առաջ այս զարգացումներին։ Մեր ժողովուրդը այս 5 տարվա մեջ այնպիսի բաներ են տեսել, որ չեմ կարծում, որ իշխողությունը այդքան քիչ է, որ մի գագաթնաժողովով կարողանան մի 3 ամիս աշխատելով կկարողանան ընտրություններում ինչ որ հաջողություն ունենան իրենք։ Մենք պետք է հասկանանք, որ այս մարդիկ էֆեկտիվություն չունեն։ Իրանք էֆեկտիվ չեն, լավ չեն կառավարում, ամեն օր նոր խնդրեմ են բերելու։ Ու դրա համար պետք է նենց անենք, մեր բոլոր հայրենակիցների հետ խոսենք եւ քննարկենք։ Պարոն Կարապետյան, կարող ենք ասել, որ այս ընտրությունները մեկը 3-ի դեմ, այսպես է, այս ֆորմատով է գնալու, համաձայն եք, թե չէ, այդպես են վերլուծաբանները ասում։ Ամբողջ ընդդիմադիր դաշտը բոլորը հիմնական ուժերը գիտենք ովքեր են համարվում, 3 ուժեր համարվում հիմնական մեծ պայքարը այսպես է, Կարապետյան թե Փաշինյան։ Մարդիկ պետք է ընտրեն Կարապետյան թե Փաշինյան։ Մեր երկրի առաջնորդը լինի մարդ, ով հաջողության է ասել կարև ձեզ իր հնարավորություններով, թե մարդ, ով գալով իշխանության հաջողությունները այդ օրվանից են սկսել։ Այսքան։